Նա ծնվեց Նեմրութ լեռան ստորոտին, մի հողի վրա, որ պահանջում էր սեր, հավատ ու արյուն։ Երբ ժամանակները ստիպում էին հայ կնոջը զարդարվել հեզությամբ ու լռությամբ, նա իր զարդը, զենքն ու խիզախությունը համարեց։ Չընտրեց հեշտ ճանապարհը, այլ ամուսնացավ պայքարի հետ։ Այդ պայքարի անունը աղբյուր Սերոփ էր։ Այսօր խոսելու ենք հայ ազատագրական ֆիդայական շարժման պատմության ամենացայտուն կերպարներից մեկի Սոսեի մասին, ով կանգնած էր իր ամուսնու կողքին առանց վախի, ով դարձավ մեր ժամանակի լեգենդն ու ազգային ոգու մարմնացումը շնորհիվ իր համարձակ տեսակի։ Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության էջերում հայդուկային շարժումը կարևորագույն տեղ է զբաղեցնում։ Այդ շարժման ականավոր ներկայացուցիչներից էին Հրայր Դժոխքը, Աղբյուր Սերոփը, Անդրանիկը, Գևորգ Չաուշը եւ այլոք։ Եվ նրանցից միայն Աղբյուր Սերոփն էր, որ միայնակ չէր մարտնչում թշնամու դեմ, այլ կնոջ հերոսուհի Սոսեի հետ։ Ֆիդայիները դրանք այն անձնավորություններն էին, որոնք որ անձնական վրեժխնդրությամբ էին զբաղված ատելի թուրք եւ քուրդ պաշտոնյաների նկատմամբ, վրեժխնդրությամբ լուծում էին իրենց համագյուղացիների, ազգականների, բարեկամների վրեժը եւ բարձրանում էին լեռները եւ երթվում ամբողջ կյանքը նվիրել ազգային ազատագրական շարժմանը։ Ֆիդայական շարժման հետ առավել կապված կին գործիչներից բնականաբար թիվ 1-ը Աղբյուր Սոսեն է։ Ինչու Աղբյուր Սոսե։ Աղբյուր Սոսեը կոչվել Սերոփի կինը լինելու պատճառով։ Հայտնի բան է, որ Սերոփ Վարդանյանը ֆիդայական պայքարի կարճ ժամանակահատվածում իր անուրանալի ներդրման համար ժողովրդի կողմից ստացել է աղբյուր, կյանք պարգևող մականունը։ Իսկ նրա կինը Սոսեն զուգահեռաբար ստացել է աղբյուր Սոսե անվանումը։ Ճիշտ է, ավելի հաճախ Սոսե Մայրիկ անունով է հայտնի, բայց պիտի արձանագրենք մի փաստ։ Այն շրջանում, երբ Սոսեն ֆիդայի էր եւ իր ամուսին Սերոփի հետ էր, նա շատ հեռու էր, այսպես ասենք, Սոսե Մայրիկ լինելուց։ Հայ կնոջ կերպարը երբեք չի բացակայել մեր պատմության ամենադժվար ու ճակատագրական պահերին։ Կանայք եղել են մեր գոյապայքարի երբեմն լուռ, բայց անխոնջ զինակիցները իրենց արիությամբ, հերոսական ոգով ու անվերապահ նվիրվածությամբ հաստատելով ուժի ու ոգու վսեմությունը։ Անթիվ քաջ հայուհիներ ֆիդայիների կողքին կանգնած զենքը ձեռքին մարտնչել են հայրենի հողի ու իրենց զավակների պաշտպանության համար, հաճախ զոհաբերելով ամենաթանկը իրենց կյանքը։ Հայ կինը, ամուսինը, դուստրը, մայրը ոչ միայն տղամարդուն դրդել են գնալ հանուն հայրենիքի կռվելու, հանուն սեփական տեսակի պաշտպանության համար պայքար մղելու թշնամու ոսողի դեմ, այլև իրենք են երբեմն ծանրակշիռ մասնակցություն ունեցել։ Չանդրադառնանք ավելի վաղ շրջաններին, Մամիկոնյաց մեծ տիկինը, Վարդան Մամիկոնյանի ժամանակ Այծեմնիկը, Անիկնա պաշտպանության ժամանակ, գանք 19-րդ դարի ազատագրական շարժման, այն ժամանակաշրջանին, որտեղ որ իր մեծ ներդրում ունեցին նաև Սոսե Մայրիկը։ Եղել են դեպքեր, երբ որ հայ կանայք գյուղատնտեսական աշխատանքների բերումով մենակ մնալով իրենց գյուղում, իրենք մենակով կռիվ են մղել քրդերի դեմ եւ շատ հաջողությամբ կարողացան այդ կռիվը առաջ տանել։ Սոսե Վարդանյանը, Մարգար Դրոաստանտուրի դուստրը, մեծանում էր ավանդույթների խստությամբ նշանագրված միջավայրում, բայց դուրս էր դրա սահմաններից։ Ընդամենը 13 տարեկան էր, երբ հերթական խնջույքի ժամանակ հոր եղբայրը քննարկում էր աղջնակի ամուսնության հարցը։ Համարձակ Սոսեն բարձրաձայնեց իր ընտրության մասին. «Ես ամուսնանալու եմ Խչեյենց Սերոփի հետ»։ Սերոփ շատ հաճախ կգար մեր տունը եւ կլար եղբայրներուս հետ։ Անիկա գեղեցիկ տղամարդ մներ, բարձրահասակ, հուժկու եւ արագաշարժ։ Վարմունքի մեջ շատ լուրջ եւ խոսքի մեջ խելացի։ Ես շատ երեսառած աղջիկ մնեի մեր տան մեջ եւ հետեւաբար միշտ կգտնվեի տղամարդոց մեջ ու համարձակությամբ կխոսեի բոլորի հետ։ Անգամ հորեղբայրներս կատակով ուզեցին գիտնալ, թե ես որուն հետ նշանվել կուզի։ Այդ օրը Սերոփն ալ եղբայրներուս հետ մեր տունն էր։ Ես հորեղբորս ասի, եթե նշանվիմ, Սերոփին հետ կուզիմ նշանվել։ Բոլորն ալ խնդացին, Սերոփն ալ խնդաց, բայց քիչ հետո լրջացավ, լռեց եւ հաց ուտելը հետո մեկնեցավ։ Քանի ամիս անցած էր այդ խոսքի վրա, երբ Սերոփի տունեն մխեն եկավ իմ նշանը դնելու։
կատակը լուրջի փոխվեցավ։ 1881-ին, եթե չեմ սխալիր, ես ու Սերոփ ամուսնացանք։ Ես 13 տարեկան էի։ 2 տարի հետո ունեցա առաջին զավակս՝ Հակոբը։ Սոսե մայրիկ։ Այսուհետև իմ բարձը լինելու է Հայաստանի լեռները, իսկ բաղձալի երազանքը հայրենիքի համար մեռնելը։ Այսպես էին երդվում քաջ հայդուկները, ուխտելով նաև, որ երբեք կին չեն առնելու և ընտանիք չեն կազմելու։ Ուստի շատերն են մեկնաբանում, թե աղբյուր Սերոփը դրժել է իր երդումը ամուսնանալով Սոսեի հետ։ Սակայն իրականությունն այն էր, որ Սերոփն ու Սոսեն ամուսնացել էին մինչ նրա ֆիդայական պայքարին մասնակցելը։ Փաստորեն 17 տարեկան Սերոփը ամուսնանում է 13 տարեկան Սոսեի հետ։ Սա 1881 թիվն է, ուզում լավ պարզ պատկերացնեք, երբ Սերոփը դեռ ֆիդայի չի, նա դեռ տարիներ հետո պիտի ֆիդայի դառնա հայդուկային պայքարի նշանավոր դեմքերից մեկը, եւ այստեղ ուզում եմ մի միֆի հետ կապված խոսել, որովհետեւ շատ հաճախ խոսում են մի բանի մասին, որ Սերոփը խախտել է ֆիդայական, այսպես ասենք, կանոնները։ Ասեմ, որ այդպես չի, որտեղ այդ նույն ֆիդայական կանոններ ասածը ինքը Սերոփն է ըստեյցան ստեղծել։ Սոսեն ու Սերոփը ոչ թե հեռացան իրարից, այլև միասին անցան վտանգներով լեցուն աստանդական իրենց կյանքը։ Անտառներում ու ձորերում թափառող, անդադար հետապնդումների ու մարտերի մեջ ընկղմված այս զույգը նման էր շիկացած երկաթի կոփված փորձություններով, բայց անկոտրում իր ուժով։ Սոսեի աչքերում երբեք վախ չկար, այլ միայն վճռականություն ու հավատ, որ մի օր կազատագրվի հայրենի հողն ու կդառնա արժանապատիվ կեցության հենարան հայ ազգի համար։ Սերոփի եւ Սոսեի պայքարի ժամանակահատվածով սկսվեց հայ կնոջ եւ տղամարդու հավասարաչափ պայքարը եւ Սոսեի հավատարիմ լինելը նրա պայքարի մեջ։ Ուրեմն Սոսեն այն սիրող կանանցից եւ հայրենասեր կանանցից մեկն է եղել, որը նույնիսկ երեխային զոհեց ամուսնու եւ հայրենիքի նվիրատվության համար։ Նա մի հրաշք կին էր իրեն անձնազոհությամբ եւ նվիրվածությամբ եւ համառությամբ, որը կանգնեց իր ամուսնու կողքը, որից հետո նույնպես շարունակեց զենք վերցրեց եւ շարունակեց մարդ վարեց։ Սա բացառիկ կնոջ մի կերպար է, որը հարկ եղած դեպքում կարող է մայրը նաև լինի այսպես արծվի նման զոր մի կերպար, որը պաշտպանի իրեն բույնը։ Շնորհիվ Սերոփի արևմտյան Հայաստանում ամենաքիչ ջարդերը տեղի են ունեցել Խլատ գավառում, որի համար էլ ժողովուրդը նրան տվել է աղբյուր անունը։ Իր կատարած քաջագործությունների համար նրան կոչել են նաև Նեմրութի հսկա կամ Նեմրութի ասլան։ Բաբշենի մարտերից հետո աղբյուր Սերոփի համար թուրքերը մեծ գլխագին են նշանակել եւ սկսել են հարձակվել անմեղ գյուղացիների վրա։ Դրա համար էլ Սերոփն իր ընտանիքի հետ գնացել է Սասուն եւ գլխավորել ֆիդայիններին, այդ թվում Անդրանիկին ու Չաուշին։ Փոքրիկ խլատ գավառակը շատ քիչ դուժեց այդ բանը Համիդյան ջարդերից։ Պատճառը մի քանիսն են։ Նախ հիմնականում հայաբնակ էր, այլ ազգեր, թուրքեր, քրդեր գրեթե չկային։ Գյուղերը հայաբնակ էին։ Աշխարհագրական դիրքով էլ չասեմ անառիկ, բայց բարենպաստ դիրքում էր։ Մի կողմից Վանալիճն է, մյուս կողմից շրջապատված անառիկ սարերով, հռչակավոր Նեմրութով, գրգուրով, մյուս սարերով եւ մնում էր միայն պաշտպանել։ Այսինքն այն ծանոց ձեռագիրը Համիդի, ընդհանրապես թուրքական բոլոր ռեժիմների հրահրել քրդերին, չերքեզներին, գնացեք հայերին ինչ ուզում եք արեք, կոտորեք, բնաջնջեք, ունեցվածքն էլ ձեզ լինի եւ այլ, այսինքն Թուրքին մնում էր միայն հարևան գավառներից քրդերին եւ չերքեզներին հրահրել եւ այդտեղ էր, որ դրանց դեմ ծառացավ աղբյուր Սերոփը, շատ արագ հռչակվեց որպես անպարտելի մարտիկ, ընդ որում սովորաբար իր մարտախումբը լինում էր 10-ից մի քանի հոգի ավել, 10-12, 16 հոգով է նա այն հռչակավոր գոնե պատմության մեջ մնացած Բաբշենի հռչակավոր կռիվը նա հաղթել է 16 հոգով մի քանի հազարանոց զորքի դեմ։
Սերոփի հետ Սոսեն իր կյանքը կապեց ոչ միայն որպես կին, այլև զինակից։ Ջնջելով թուլության բոլոր ստվերներն ու դառնալով ռազմի դաշտում մարտնչող կնոջ խորհրդանիշ։ Սա հաճախ հարուցում էր ֆիդայիների դժգոհությունը, սակայն Սերոփն անդրդվելի էր, Սոսեն առավել։ Նրանք միասին էին որոշել իրենց կյանքը նվիրաբերել հանուն հայրենիքի եւ այդ որոշման մասնակից էին դարձրել նաեւ իրենց որդիներին։ Սոսեն սկզբից էլ գիտեր, որ կյանքի ուղին դժվարին է լինելու, հատկապես քրդական հարձակումները, Թալանը, որը նրա դիմադրողական ոգին էլ ավելի կոփեց։ Այն բանից հետո, երբ Սերոփը արդեն 90-ականների սկզբին հիշենք մեկնեց պանդխտության, Սոսեն մի քանի անգամ առիթ ունեցել հանդիպելու քրդական Թալան, վայրագ այս գործողություններին եւ ինքը պատասխան տվեց այդ Թալանի գործողությունների քրդերի հարձակումներին։ Սերոփի մեծությունը որպես հայդուկ ինչու՞մ է կայանում, որ այս գործիչը կարողացավ 27 հոգանոց խմբով խլատ գավառը, խլատի 3 տասնյակից ավելի հայկական գյուղերը զերծ պահել 1890-ականների կեսերի զանգվածային ջարդերից։ Այսա արևմտյան Հայաստանի այն եզակի տարածքներից էր, որտեղ հայությունը այն համատարած զանգվածային կոտորածներից զերծ մնաց։ Եվ այստեղ ոչ միայն Սերոփը աչքի ընկավ, նաև Սոսեն աչքի ընկավ, ինչով է աչքի ընկնում, հայտնի փաստեր են, որ գալիս է, ասենք, քրդերը գալիս են, ասենք, Սոխորթի նախիրը կամ հոտը գողանում տանում են, տղամարդիկ չեն գնում իրենց հոտը հետ բերելու, եւ աղբյուր Սոսեն է, որ ասենք զին նստած, զենքը վերցած պիտի գնա, ասենք, պայքարի եւ նախիրը հետ բերի։ Ինքը քաջության կերպարա, քաջության տիպար է, այսպես ասենք, աղբյուր Սոսեն այս առումով։ Հայդուկային խմբում կնոջ առկայությունը բացառող չգրված, սակայն սրբորեն պահպանվող կարգն այս դեպքում շրջանցվում էր, քանի որ Սերոփին եւ նրա ընտանիքին անընդհատ հետապնդում էին թուրքերը եւ նրանց կյանքը պահպանելու համար Բաբշենի կռվից հետո Սերոփը ստիպված էր Սոսեին իր հետ տանել Սասունի լեռները։ Անվեհեր ամուսնու կողքին ազատասեր հայուհին կարողանալու էր դիմակայել բոլոր դժվարություններին եւ փառքի էջեր գրել հայ ֆիդայական շարժման պատմության մատյանի չխմրող էջերում, ամուսնու հետ կիսելով քարոզչությունը։ Տղերք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք։ Սերոփի ամենախոցելի տեղը իր ընտանիքն է եւ ինչ պիտի աներ։ Կնոջը եւ մանկահասակ զավակին Հակոբին բերում է իր մոտ։ Եվ այն էլ հաշվի առնենք, Սոսեն միայն կին եւ մայր չէր, նույնպիսի հայդուկ էր, նույնպիսի զինվոր էր, անվախ խիզախ, ինչպիսին Սերոփի մյուս զինակիցները, եւ դրան զուգահեռ նաեւ որպես կին հոգում էր ֆիդայիների հետ աղքատիկ սնունդը, հաց պատրաստել։ Ֆիդայական միջավայրում դժգոհություններ եղել են մի խնդրի հետ կապված, որ Սոսեն իրեն հանդարտ չի պահել եւ աշխատել է ամեն վարքյան ամուսնու կողքին լինել։ Եվ իսկապես առաջին կին ֆիդային է դարձել, որովհետև էլի ֆիդայիների մեջ, ազատագրական պայքարի գործիչների մեջ կային մարդիկ, որոնք ամուսնացած էին, ընտանիք ունեին, նաև երեխաներ ունեին, բայց որպես կանոն ընտանիքները հեռու էին, չէին անմիջականորեն չէին առնչվում ազատագրական պայքարի գործընթացին, մինչդեռ Սոսեն այդ առումով խախտում էր կանոնները եւ ասում էր, որտեղ Սերոփը այնտեղ ես։ Հետագայում ողջ հայ ժողովուրդը նրան կնքեց մայրիկ անվամբ, որովհետև նա պաշտպանեց հայոց հողն, ինչպես մայրն իր զավակին կպաշտպաներ, եւ մարտնչեց, ինչպես մայրը կնետվեր զավակին սպառնացող վտանգի դեմ։ Նրա խիզախությունը վեր էր սեռից եւ ժամանակից։ Նա միաժամանակ եւ կին էր եւ մարտիկ, իսկ շատերի համար սրբության տաճար, որի խոսքն անբեկանելի էր։ Մեր հայդուկային պայքարի ամենանշանավոր դեմքերից մեկը եւ երբ թե Սերոփից հետո ամենահայտնի հայդուկը, որ Տարոն Սասունն գործել է, Անդրանիկը, անգամ Անդրանիկի նման գործիչը բավականին զգուշ էր աղբյուր Սոսեի հետ հարաբերությունները, որովհետեւ Սոսեն եզակի գիտեր, որ կարող էր կանգնել եւ Անդրանիկին անունով դիմելով, ոչ թե Փաշա ասելով կամ ուրիշ բան, Անդրանիկ ասելով դիմել եւ նրան ինչ որ խորհուրդներ տալ։
Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թվականի հոկտեմբերի 20-ին աղբյուր Սերոփի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու Բաբշեն գյուղի մոտ։ Այդ մարտը տևել է մինչև ուշ երեկո։ Սերոփի 16 հոգանոց ֆիդայական ջոկատը կռվել է թշնամու մի քանի հազարանոց կանոնավոր ջոկատի դեմ։ Նրանց դեմ անգամ թնդանոթներ են գործի դրել, սակայն Սերոփն իր սակավաթիվ ջոկատով կարողացել է թշնամուն էական կորուստներ պատճառել։ Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունը սկսում է ամենուրեք հետապնդել Սերոփին։ Սերոփը ստիպված հեռանալով խլաթից ապաստանում է Սասունում։ Անցնում է Սասուն, որտեղ արդեն խմբեր էին գործում ֆիդայական, կարողանում է համախմբել բոլոր խմբերը, որպեսզի կազմակերպված գործեն, եւ արդեն մենք գիտենք ֆիդայապետ Սերոփին, անպարտելի Սերոփին, որի շնորհիվ այդ շրջանը առանց չափազանցության կարող ենք ասել, որ ձեռք բերեց մի տեսակ կիսանկախ վիճակ։ Թուրք ոստիկանները, զինվորականները, հարկահավաքները այլևս Սերոփի ահից, նրա խմբերի ահից չէին համարձակվում մտնել Սասունի գյուղեր, հարկ հավաքել եւ այլ եւ այլ։ 1899 թվականը Սոսեմայրիկի կյանքի ամենասև ու սգավոր էջերից մեկն էր։ Գելեգոզան գյուղը, որտեղ ապաստանել էր Սերոփը, դարձավ մեծ դավաճանության ու ողբերգության վայր։ Բաշիբոզուկների եւ թուրքական զինվորների շուրջ 2000 հոգանոց զորքը պաշարեց գյուղը։ Սերոփն արդեն թունավորված էր եւ անուշ։ Գյուղապետ Ավոն իր սև գործն արել էր, քաջ հայդուկին թունավորելով եւ թշնամու ձեռքը հանձնելով։ Սոսեն աներգբա իր ամուսնու կողքին էր կանգնած հրացան լուսին։ Թուրք իշխանությունները Սերոփին վերացնելու համար կենտրոնացնելով զինվորական ու ոստիկանական մեծաքանակ ուժեր, քրդական զինված խմբեր եւ քաջ գիտենալով նրա տեղը, այնուամենայնիվ չեն համարձակվում նրան արճակատ գերեվարել եւ վերացնելու համար դիմում են թունավորելու զազրելի միջոցին։ Սերոփին թունավորելու հայրենադավ գործը հանձն է առնում Գեղաշենի գյուղապետը, կուրացած, Խալիլի խոստացած ոսկիների փայլից։ Հայդուկների վստահությունը շահելու դիտավորությամբ նա մի քանի անգամ գալիս է Գելիեգուզան, հանդիպում գյուղի քահանա Տեր Քաջի տանն ապաստանած Սերոփին։ Շողոքորթությունն ու ֆիդայիններին բազմիցս բերած ուտելիքը կատարում են իրենց գործը։ Սերոփը չկասկածելով նրան, բարեկամաբար ընդունում է դավաճանի թունավորած ծխախոտը։ Նույն ժամանակամիջոցում թուրքական զորախումբը Խալիլի հերոսակախմբին միացած արշավում է Գելիեգուզան Սերոփի հետքով։ Սերոփ աղբյուրը համարվել է մեր պայքարի հերոսներից եւ շրջանի ղեկավարներից մեկը։ Այդ ժամանակահատվածում Տարոն աշխարհի ղեկավարը եղել է Սերոփ աղբյուրը։ Եվ դավաճանները նրա տեղը մատնելով Սերոփին ստիպում են թաքնվել Քարանձավում։ Նրա ջոկատի տղաները կռվում են մեկ այլ մասում ուշադրությունը շեղելու համար, իսկ ինքը կնոջ եւ երեխաների հետ թաքնված է ելնում Քարանձավի մի մասում։ Նրա երկու տղաները կնոջ հետ հավասարաչափ կռվել են, պայքարել են ազատության համար, իսկ վերջի ծնված երեխան, ծծկեր երեխան այդ ժամանակ Քարանձավում, երբ որ թուրքերը գալիս են մատնած ժամանակահատվածում, Սոսեն նրա կերպարը ավելի է երևում, երբ որ Սոսեն իր երեխային խեղտելով թույլ չի տալիս մատնվի Սերոփի տեղը, որովհետև եթե լացը լսեին թուրքերը այդ ժամանակ ձերբակալ էին եւ գնդակարեին Սերոփին եւ ամբողջ ընտանիքին։ Դրա համար հերոս հայուհին Սոսեն խեղդում է իր երեխային, որպեսզի ամուսինը եւ հայրենիքի նվիրյալ զավակը չմատնվի եւ թուրքիերի կողմից չձերբակալվի։ Այնպիսի զորավոր թույն էին նրան մատուցել, աշկերի լույսը սկսեց խավարել, մազերը թափել, ձեռքը այլևս հրացան չէր կարողանում բռնել։ Այդ վիճակով այնուամենայնիվ պայքարեցին շրջափակած զորքի դեմ։ Սերոփին փոխարինեց Սոսեն, ծանր վիրավորվեց, զոհվեցին Սերոփի եղբայրները Զավակը, Հակոբ Զավակը եւ ահա ի վերջո թուրքական զորքերը կարողացան դիրքը գրավել եւ ձեռք գցել անորսալի Սերոփին։
երբ քուրդ ցեղապետը Բշարե Խալիլը կտրեց գլուխը, պատտեց Սասունի գյուղերով, այսինքն ահաբեկելու համար հայ բնակչությանը։ Իհարկե դա անպատասխան չմնաց, մենք գիտենք հետագայում Անդրանիկը ինչպես նույն կերպ վրեժխնդիր եղավ եւ Դավաճանի գերդաստանը ոչնչացրեց եւ Բշարե Խալիլին։ Աղբյուր Սերոփը, հասկանալով, որ մահն հետապնդում է, իր զինակիցներին հրահանգել է սպանել Սոսեին, որպեսզի թշնամու կեղտոտ ձեռքը չհասնի իր անապակ կնոջը։ Սակայն տեսնելով Սոսեի խիզախությունն ու մարտնչելու պատրաստակամությունը, հետ է կանգնում իր մտքից, վստահ լինելով, որ իր Սոսեն կարող է իրեն պաշտպանել, ինչպես դյուցազուն։ Բշարե Խալիլը կտրեց Սերոփի գլուխն, անցկացրեց ցցին ու շրջեց Սասունի գյուղերում ահաբեկելով հայ բնակիչներին։ Զուգահեռ իրականության մեջ Բիթլիսի բանտում Սոսեն վերածվում էր ազգի հավաքական ուժի ու դիմադրության խորհրդանիշի։ Նրան ոչինչ չէր կոտրում։ Անդրանիկը միտեղ անցնում է մի գյուղով, մի հատ ծերունի մարդ նստած իր ծառի տակ տեղից վեր չի կենում։ Դե ընդ վազում են, հայրիկ ջան, զորավար Անդրանիկն այդքան կռիվներ փայլուն վեր չգիտեք էլի, ես խիչ եք կանգնում։ Ասում են ինձ զորավար, ինչ կռիվներ։ Զորավարը ասում է աղբյուր Սերոփն էր, դավադրաբարը սպանեցին ու աղբյուր Սերոփին սպանողը այսօր գալիս է Հայաստանում բանում, մեր մոտ պտտվում գնամ, իմ համար ինչ Անդրանիկ, ինչ բան էլի ասեն։ Անդրանիկը ասում է ճիշտ է ասում, всё։ Ու ասեմ, որ Բշարե Խալիլի խմբի մեջ 27-28 հոգանոց խմբի մեջ մտցնում են 2 հայ, որպեսզի լրիվ շարժը պահեն։ Ու երբ գնում են կառավարական աղբյուր Սերոփին սպանելու կառավարական մեդալները ստանում ու հետ գալու ճանապարհին, գալիս են կիրճում, փակում են, բոլորին կոտորում են։ Վերջում Բշարե Խալիլի գլուխը կտրում են, հենց գլուխը կտրում են, ասում են լավ, գործը ավարտված է, գնանք մեր ծեր պապիկին տենալու, գնում են տենը պապիկը նորից իր քարին նստած, էլի բանի տեղ չի տնում, զորավարը բան արեք, էլի սենց, բերում են հետո գլուխը գցում դեմը, ճանաչում է դա Բշարե Խալիլին 100 անգամ տեսել է։ Բերակ ենում, դահագին զորքա լինում, մի քանի գար մար արագ մորթում։ Այդ անհավասար կռվում Սոսեն կորցրեց ամուսնուն, աղբյուր Սերոփին, որդուն Հակոբին և Սերոփի եղբայրներին, Մխեին ու Զաքարին։ Սակայն վիշտը չթույլատրեց նրան։ Սոսեն սրբեց արցունքները, ձեռքն առավ Սերոփի զենքն ու գնաց մահվանն ընդառաջ։ Վիրավորվեց, առնական վիճակում հայտնվեց գերության մեջ ու բանտում, բայց երբեք նրա հոգին չգերվեց։ Սոսեն արցունքները կուլ տալով շարունակել էր կռիվ տալ թշնամու հետ մինչև ծանր վիրավորվելը։ Երբ Ալի Փաշայի զինվորները փորձել են վիրավոր Սոսեին կյանքից զրկել, թուրք հրամանատարը զարմացած լինելով նրա խիզախությունից արգելել է, ասելով. «Ձեռք չտաք, այս կինն իսկական դյուցազուն է»։ Ու մինչ Բաղեշի բանտը նետելը նա նույնիսկ կառավարության ծախսերով բուժել է տվել Սոսեի վերքերը։ Հետաքրքիր է, որ երբ որ Սոսեն այդ Գելիգուսանի կռվի ժամանակ վիրավորվեց եւ գերի ընկավ, այդ փամփուշտը, որ ստացել էր, իր թևից չհանեցին։ Այսինքն կռվի ժամանակ որ վիրավորում են, տակ-տակ ֆիդայի ընկերները այդ փամփուշտները հանում են, բայց ինքը որ գերի ընկավ, հանող չկար եւ ինքը որոշեց, որ այդ փամփուշտը պետք է մնա մինչեւ մահ իր թևի մեջ, որպես հիշատակ այդ կռվի եւ որպես հիշատակ իր սիրեցյալ ամուսնու։ Բանտից ազատվելուց հետո Սոսեն այցելել է ամուսնու գերեզմանին եւ հարկադրաբար հեռացումից առաջ անընդհատ կրկնել հետեւյալ խոսքերը.
Ինչպես այստեղ թողնեմ իմ սերոփի որբ գերեզմանը։ Այն ինչպես թողնեմ մեր թշնամու ձեռքում։ Այդ գերեզմանը նրա համար սոսկ սրբավայր չէր, այլ պայքարի խորհրդանիշ, վկայություն այն ամենի, ինչի համար սերոփն ապրել ու ընկել էր։ Թողնել այն նշանակում էր թողնել ոչ միայն քաջ հայդուկապետին ու սիրելի ամուսնուն, այլ մի ամբողջ սերնդի զոհաբերություն, մոռացության դատապարտելով ազատության թանկ կինը։ Թեև Սոսեն գիտեր, որ սերն ու պարտքը երբեմն պահանջում են նաև հեռանալ, ծանր սրտով, բայց բաց ճակատով։ Չկա առուց ամուսինը, զավակն է աչքի առաջ սպանվել եւ իրեն բռնեցին ծանր վիրավոր ու շաթափ վիճակում, նետեցին Բիթլիսի բանտ, հետագայում ազատ արձակվեց եւ այստեղ բոլոր մեծ ու փոքր կենսագրականները, եթե մենք նայենք, այսպես է գրվում։ Այնուհետև Վանում ապաստանեց, Վանի ինքնապաշտպանության շրջանում Սոսեն Վանում էր, հետագայում գաղթականների հետ Կովկաս, հետո առաջին հանրապետության տապալումից հետո հաստատվեց Եգիպտոսում, Ալեքսանդրիայում եւ 53 թվականին մահացավ։ Բայց այստեղ մի կարևորագույն շրջան կա նրա կյանքի, որ որևէ տեղ չի հիշատակվում։ Սոսե Մայրիկը ինքը չի ապավինել նորաստեղծ հանրապետության կառավարությանը։ Իր սերոփից հետո իր հավատը, իր հույսը, իր ապավենը իր սերոփի զինակից Անդրանիկն էր։ Այսինքն Սոսե Մայրիկը եղել է զորավարի առաջնորդած գաղթականների խմբում։ Ազատ արձակվելուց հետո Սոսեն անցավ Վան միանալով ազգային շարժման նոր ալիքին։ Հետո ստիպված եղավ տեղափոխվել Կովկաս, փախչելով հետապնդումներից։ Նրա սիրտը ոչ միտեղ հանգիստ չէր գտնում։ Գիտեր, որ ամեն օր սպասում են իր վերջին խոսքին, ինչպես զավակն է մահվան եզրին կանգնած սպասում մոր վերջին հայացքին։ Սոսեի ու սերոփի կերպարներն այնքան սիրելի ու ոգեղեն են հայ ժողովրդի համար, որ դարձել են արվեստի գործերի առանցք, այդ թվում երգարվեստի։ Բազմաթիվ երգեր են գրվել նրան զոհաբեր կյանքն ու սխրանքները բնութագրող։ Գնդակ որոտաց նոյեմբեր ամսին։ Պաշարված ենք մենք, իմ սիրուն Սոսե։ Վեր առ մոսինդ, քաջություն հոսե, քո սիրած սերոփի օրհնյալ օրն այս է։ Ձայն տվավ Սոսեն, սերոփ ջան, հոսեն, զինված պատրաստված ձայնիդ կսպասեն, քեզի հետ կռվելու, քո կողքին մեռնելու ամեն օր, ամեն ժամ պատրաստ է Սոսեն։ Սոսեի և սերոփի երկրորդ որդին Սամսոնը զոհվեց Կարինում, հայ ժողովրդի դեմ իրականացվող նոր սպանդի ժամանակ։ Սոսեն դարձյալ իր հոգում մռնչացող ցավը վերածեց ոգեշնչման կանչի։ Դուք էիք, որ ազատության տատասկոտ ճանապարհին ցավոտ ու բոսոր մշուշի մեջ ամենից գեղեցիկ, ամենից խիզախ երազներ հյուսեցիք։ Դուք էիք, որ ըմբոստության ժայռերի բարձրությունից գահավեժ նետվեցիք ժողովրդի մեծ տառապանքի ծովը, որ ուռած ու մրկածուփ եռում էր ձեր ոտքերի տակ։ Դուք էիք, որ բռնության եւ արհավիրքի խեղտող խավարի մեջ բոցավառ աչքերի փայլով մոլորված ու լցված հոգիների ուղիները լուսավորեցիք։ Փառք ձեզ։ Այսպես է բնութագրել խիզախ ու մարտնչող հայկանանց տաղանդաշատ գրող ու հասարակական գործիչ Ավետիս Ահարոնյանը։ Եվ այս խոսքերն իրավամբ վերաբերում են Սոսե Մայրիկին։ Սոսեի կերպար իսկապես դարձավ այնպիսին, որ վարակիչ եղավ մնացած ֆիդայապետերի համար, պարս զինվորների համար եւ ընկալվեց ոչ թե դավաճանական քայլ երթմանը, որ առաջ էր քաշել աղբյուր սերոփ, այլ ընդհակառակը զոհողության մի ձև, երբ որ դու փաստորեն թվում է թե խախտում ես երթումը քո ֆիդայական, բայց մյուս կողմից կիսում ես ֆիդայական շարժման բոլոր դառնությունները եւ քո կողակցի հետ միասին մասնակցում հայ ժողովրդի ազգային ազգագրական շարժմանը։ Սոսեն իր կյանքով ապացուցեց, որ հայրենասիրությունը սոսկ խոսք չէ, այլ ընթացք, որոշում, ամենօրյա զոհաբերություն։
Նրա մղած չավարտվող պայքարը ցույց տվեց, թե ինչպես կարող է հայրենի հողը վերածվել քաղցր, ամենօրյա լծի, շարունակելով կրել այն անգամ Սերոփի նահատակությունից հետո։ Ապրում էր ոչ թե խաղաղության, այլ արժանապատիվ գոյության համար։ Այսօր էլ, երբ մտածում ենք մեր երկրի անցած ճանապարհի ու ներկա մարտահրավերների մասին, Սոսեի եւ Սերոփի կերպարները դառնում են ոչ միայն անցյալի մաս, այլ նաեւ ներկայի ու ապագայի ուղեցույց, որովհետեւ հայրենիքի ազատությունը չի վերջանում պատերազմով, այլ շարունակվում է խաղաղության օրերում, մշակույթի, հիշողության ու հոգեվոր պատասխանատվության դաշտում։ Իրական հերոսները նրանք են, ովքեր չդիմացան պարզապես ապրելուն, այլ ընտրեցին ապրել հանուն։ Սերոփն ու Սոսեն հենց այդ հերոսներից էին։ Աղբյուր Սոսեն, ինչպես նրան կոչում էին ի պատիվ ամուսնու, մահկանացուն կնքեց Ալեքսանդրիայում, օտար հողում, բայց հայրենիքի երգաշուրթերին։ Նա երբեք իրեն վտարանդի չէր համարում, որովհետև անդադար կրկնում էր, որ հոգին թողել է Սասունում։ Հայ կնոջ դերակատարումը չափազանց մեծ է եղել այն իմաստով, որ տղամարդի կողքին լինելով նա ինքնավստահություն է հաղորդել հայ տղամարդին, ուժ, կորով եւ պայքարի վճռականություն։ Սա հայ կնոջ իսկապես դիմագիծն էր, ազգային խնդիրների կողքին միշտ կանգնած լինելով, հայրենիքը պաշտպանելու եւ մինչեւ վերջ անձնագանը ուրեմն միշտ հայրենիքի պաշտպանությանը զոհաբերելու պատրաստականությամբ հանդիպել։ 1998 թվականին Սոսե Մայրիկի աճյունը վերաթաղվեց Երևանի Եռաբլուր Պանթեոնում մեր խիզախ ու անձնազոհ տղաների կողքին։ Սա վկայությունն էր, որ սեփական հողը միշտ էլ կանչում է իր հերոս զավակներին։ Այս արարողությունը մեր ժողովրդի համար դարձավ կարծես երդման լուր կարգ։ Մարմնավորումն այն ճշմարտության, որ հայ կինը կարող է կրել ոչ միայն սուգ, այլև հաղթանակի դրոշ ու նվաճման փառք, եւ որ երբեմն հայրենիքի գինը չափվում է նաեւ զոհաբերությամբ։ Փառք մեր հերոսներին, փառք բոլոր մեր մայրերին, որ իրենց զավակներին գուրգուրելուց բացի նրանց հետ կիսել են նաեւ մարտի դաշտն ու պայքարի ընթացքը։ Կհանդիպենք